Մոսկվային դուրս չի գալիս, որ Երևանը եւ Բաքուն դեմ արդեմ են կարգավորում իրենց։ Բացի այն, Առանց երրորդի կամ չորրորդի մասնակցության։ Բացի այն, որ դեմ արդեմ են, այնպես չի, որ ես այդպես վստահություն ունեմ Իլհամ Ալիևի խաղաղասիրական քայլերի հետ կապված, լավ կլիներ իհարկե, բայց դեռ չեմ տեսնում դա։ Նաև Մոսկվայում ուզում են ունենալ ազդեցության լծակ եւ Ադրբեջան եւ Հայաստանի, այդպես է Հայաստանի վրա էլ է դեռ լծակ, որովհետեւ այստեղ շատ արցախցիներ են ապրում եւ կարող է ոմանք հավատան կրկին ռուսական խոստումներին։ Հայաստանը փոքր երկիր է, ներհայաստանյան Բախում կամ Լարում արդեն մենք տեսնում ենք փոքր մասշտաբի առաջացնել արցախցիների հետ, օգտագործելով նրանց ցավը, ես կարծում եմ, որ Ռուսաստանը ամեն ինչ կանի դրա ուղղությամբ։ Այս բոլորը պետք է դիտարկել ինֆորմացիոն պատերազմի շրջանակում։ Այո, գիտեք, թուրեն են կարծիքները, որ Ռուսաստանը կհարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը նախ սահման չունի, լավ, ասենք օդային հարձակումը, պետք չի։ Երեք կետ ունի Ռուսաստանը, այստեղ տնտեսություն, մեծ ազդեցություն։ Ես կրկնում եմ, գուցե այլ երկրների ձեռքով դեռ հույս ունի Հայաստանից ինչ-որ միջանցքներ ստանալ, որոնց հետ ուներ նույն տեսակետները, եւ արցախցիների խնդիրը օգտագործելը, եւ գումարած իհարկե այն մեծ գործակալական ցանցը, որը ունի Հայաստանում իդեպ վերին էշելոններում նախկին իշխանությունների, այնպես որ նրանք դեռ մեծ լծակներ ունեն։